Եկել եք արքալիս քահանայի ձեռնարկատվող պատարագի մասնակցելու ինչ խորհուրդ ունի ձեզ համար։ Նկատի ունեք սխալ եք։ Կարգալույցի քահանայի պատարագին մասնակցում են նրանք, ովքեր գնացել են Կտրիչ Ներսիսյանի մատուցածը լսելու։ Դուք երբևէ չեք մասնակցել Գարեգին II-ի ձեռնարկատվող Գարեգին II անունով հոգևորական այս բային հայ առաքելական եկեղեցում չկա։ Կա Կտրիչ Ներսիսյանը ամենայն հայոց կաթողիկոսը լինել եւ Չի շարունակում։ Ձեր պնդումը իբրնե սխալ է։ Ինչով եք հիմնավորում։ Իր զավակ կամ զավակներ ունենալով, առնվազն զավակ ունենալով։ Օրինակ ձեր ներկայացնեմ, բարձեք ձեր գործընկեր հրապարակ օրաթերթի հոդվածը եւ ընթերցեք, որի մեջ գրված է Կտրիչ Ներսիսյանի դստեր անունը, Կտրիչ Ներսիսյանի դստեր ազգանունը, Կտրիչ Ներսիսյանի դստեր հայրանունը, Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատանքի վայրը, Կտրիչ Ներսիսյանը 7 տարի է դուք իշխանության եք գուցե։ Ինչ որ պահի այդ փաստերը ուղղակի հաստատվեցին։ Այդ խոսակցությունները մշտապես եղել են եւ այդ խոսակցությունները հաստատվեցին։ Հիմա որպես քրիստոնյա դուք ինչ զգացողություններով եք եկեղեցի մտնելու եւ Ստեփան Ասատրյանի ձեռամբ մատուցվող պատարագի մասնակցելու։ Շատ քրիստոնեական։ Վստահ լինելով, որ այն ինչ տեղի է ունենում եկեղեցու ներսում, իր մեջ աստվածային խորհուրդ է պարունակում եւ ոչ թե Կտրիչ Ներսիսյանի ու իր կլանի կողմից էլի հերթական մեղքի մեջ թաղված մի բան է։ Քրիստոնեությունը ինչ է ասում, ասում եք ովքեր մի ստեղծեք ձեզ համար, հիմա փաստորեն դուք ընտրում եք ոչ թե գաղափարը, այլ անձին, կուրքին։ Որ գաղափարը կներեք, որ գաղափարն եմ ընտրում, ոչ թե։ Այսինքն գաղափար ասելով նկատի ունեք Յաշիկ քշելու գաղափարը, որը քշում է Արշակ եպիսկոպոս, չգիտեմ ինչը։ Ով որ եկեղեցի, ով է եկեղեցու։ Դու եկեղեցու դեմ դուրս եկել Կտրիչ Ներսիսյանը, երբ որ խախտել է կուսակրոնության ուխտը, եկեղեցու դեմ դուրս են եկել Կտրիչ Ներսիսյանի այդ թայֆայի գրեթե բոլոր երևելի դեմքերը, որոնք որ փաստացի իրանք սպառում են, ինչպես չգիտեմ, մինի օլիգարխներ, ցոփ ու շվայտ կյանք են վարում, աշխարհիկ հաճույքներից ընդհանրապես չեն հրաժարվում։ Ձեր կողմից ու էլ չասեմ, թե ինչ նողկալի մեղքերի մեջ են։ Տարի հնազանդությամբ ծառայեց Գարեգին II-ին։ Ինչու հնազանդվեց։ Չէ, կներեք, այն հարցերը, որոնք որ պետքա տակ Տեր Արամին, խնդրում եմ տվեք այդ հարցերը Տեր Արամին։ Եք ընդունում եք, ասում եք ձեր քահանան եք, գուցե հետագայում կաթողիկոսը դարձնեք։ Մեր կանոնագրքով չի կարող ամուսնացյալ քահանան դառնա կաթողիկոս, դուք կարծես սխալ եք հասկանում ամեն ինչը։ Չի կարող այնպես։ Չէ, չի կարող, դե ասում եք կաթողիկոս, չեք ասում ժամանակավոր։ Չի կարող կաթողիկոս լինել ամուսնացյալ մեր կանոնագրքերի համաձայն։ Բացառում եմ մեր կանոնագրքերի պայմաններով ինչ որ մեկը լինի ամուսնացյալ, քան ինչպես որ բացառում եմ, որ Կտրիչը հիմա կաթողիկոս է, այդպես էլ բացառում եմ նման բանը, քանի դեռ մեր կանոնագրքերը կան, այ օրինակ հրապարակ օրաթերթն էլ այստեղ ներկայացված է, հարցրեք հրապարակ օրաթերթին, որ այդ հոդվածը գրել էին, որտեղ ներկայացրել էին Կտրիչ Ներսիսյանի դստեր անունը, դստեր ազգանունը, դստեր աշխատանքի վայրը, դստեր զբաղեցրած պաշտոնը, խոսել էին դստեր գոլեգաների հետ, հարցեր էին տվել Անունը չեմ նշում, որպեսզի անձին չթիրախավորեմ, բայց Կտրիչովն է։ Անուն Կտրիչովն է։ Այդպես է հինդիմում ու այդպես է ներկայացված հրապարակ օրաթերթի հոդվածում, խնդրեմ հարցրեք հրապարակ օրաթերթ։ Իշխանության չգիտեք այդ մասին, որովհետև հիշում ենք անգամ Նիկոլ Փաշինյանը Ես հասկանում եմ իհարկե որ ես հասկանում եմ իհարկե որ Կտրիչ Ներսիսյանի ու իրեն բոլոր սատարողների միակ արգումենտը, որ այս պահին մնացել է, դա հետևյալն է, բա ինչի 7 տարի շարունակ սրա դեմ չեք պայքարել կամ այս հարցը չեք լուծել, բայց ես կարծում եմ դա շատ փոքր ու շատ թույլ արգումենտ է որպես այդպեսին։ Պարոն Ալեքսանդրյան, չեք իմացել այսինքն, թե իմացել եք։ Այսինքն դուք հիմա իմանում եք։ Դուք շարունակում եք իմանալ։ Չէ, մենք չենք ասում, ես ձեր հոդվածն եմ օրինակ կարդացել, հրապարակ օրաթերթի։ Ստել է հրապարակ օրաթերթը, որ տենց հոդված։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը դուստր ունի։ Այսինքն դուք հաշտ եք այն մտքի հետ, որ հայոց կաթողիկոս կարակ համարեք մեկին, դուք հաշտ եք այն մտքի հետ, որ կարա ինչ-որ մեկը ինքն իրան հայտարարի կաթողիկոս ու ունենա դուստեր ըստ ձեր հոդվածի։ Հաշտ ենք այն մտքի հետ, որ կարելի է մարդու անձնական սենյակում տեսախցիկներ դնել եւ հրապարակել։ Դե ես դրա դեմ եմ ու ես շատ եմ լսել, որ Կտրիչ Ներսիսյանը կոմպրոմատներ է հավաքում եկեղեցականների վրա, խստորեն դատապարտում եմ այդ պրակտիկան։ Մի շարք քահանաներ դրա մասին խոսել են տարբեր հարցազրույցներում, խստորեն, գերխստորեն դատապարտում եմ դա ու էլ ավելի մանրանալ այդ թեմայի մեջ չեմ պատրաստվում, քանի որ նորից եմ ասում, դա իմ համար սովետական KGB-ից մնացած ինչ-որ մի հատ նողկալի դրսևորում է, որի հետ ես գենետիկ մակարդակով անհաշտ եմ միանշանակ, բայց այն որ
տարբեր եկեղեցականներ մեղադրում են այո Կտրիչ Ներսիսյանին եկեղեցականների վրա կոմպրոմատներ հավաքելու հարցում դա միանշանակ այո լսել եմ նմանատիպ հարցազրույցներ եւ պնդումներ։ Հիմա ձեզ հայտնի է վեհարանը երբեք գնալու վեհափարից ազատագրելու այսպես ասած։ Վեհափարն ով է։ Կարեկի երկրորդ ամենն հայոց կաթողիկոսը նշել եք չէ Նիկոլ Փաշինյանն էլ ասել։ Դուք հիմա այստեղ պնդում եք երկու բան։ Ասում եք ձեր հոդվածը սուտ չի հրապարակի։ Ես էլ եմ կարծում որ սուտ չի, ավելին վստահ եմ որ այդ մի հոդվածը առնվազն սուտ չի։ Հա, շատ լավ։ Դե ուրեմն այդ մեկն էլ է ճիշտ ու Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ Այդ դուստրը աշխատում է կոնկրետ տեղ, այդ դուստրը կա։ Կարծեմ արդեն թորներ էլ ունի Կտրիչ Ներսիսյանը։ Քպնջ պետք է այդ մասին բարձրաձայնի։ Դա ներքին Բայց կներեք, մի վարքյան, քպնջի դրա մասին բարձրաձայնում։ Դրա մասին բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա ձեր ասածով հայ առաքելական եկեղեցու հետևորդը չի կարող դրա մասին բարձրաձայնի։ Չի կարող։ Ով է ասում։ Մարդիկ։ Այս դա նորմալ է։ Այսինքն դուք որպես լրատվան, դուք որպես Սամվել Շահրամանյանը չեմ լսել, որ դրա մասին բարձրաձայնի, բայց ինչևէ։ Մարդիկ չասեցի Սամվել Շահրամանյանը։ Դե ասեցիք Ղարաբաղը